Ոգևորության պակաս աշխատանքում ես գիտեմ, որ դուք լրացնում եք ճամփորդելով, քանի երկրում եք եղել, մինչև վերջին ճամփորդությանն անդրադառնալը։ Շատ երկրներ եմ, երևի մի 40-ից 45 երկիր։ Սկսեմ ճամփորդել շատ երիտասարդ տարիներից, իմ ծնողներն են սիրել ճամփորդել եւ ասենք թե 16-17 տարեկանից ես իրանց հետ ճամփորդել եմ։ Խորհրդային տարիներին սկսած մինչև հիմա։ Դե ծնողներիս հետ սկզբից, հետո արդեն ինքնուրույն 18 տարեկանից ինքնուրույն։ Դուք որպես նյարդաբան նաև հաշվի եք առնում, որ նոր ճամփորդություններ, նոր զգացողություններ են, ուղեղի համար հավելյալ խթան է, թե ուղղակի սիրում եք։ Ամեն ինչ միասին, ես միշտ եմ սիրել ճամփորդել, ես որ երիտասարդ էի սիրում էի բնության մեջ, սարեր, ձորեր, գետեր, ծովեր եւ այլն, իսկ հիմա, քանի որ չեմ կարող սարեր բարձրանալ, ուրեմն մնում է ավելի հանգիստ ճամփորդություն, քաղաքներ, երկրներ, կուլտուրաներ, խոհանոցներ, մարդկանց բնավորություններ, տարբեր ազգերի, շատ հետաքրքիր է եւ ամեն անգամ այսպես սպասում եմ եւ կարդում եմ, պատրաստվում եմ, ինչ տիպի մարդկանց կհանդիպեմ, ինչն է իրանց կուլտուրան, իրանց կենցաղային ապրուստը եւ այլն եւ այդպես սպասելիքներով փորձում եմ մեկնեմ։ Տարեկան 1 երկիր։ Տարեկան մի 2 երկիր հաստատ։ Հրաշալի է։ Դուք ասացիք, որ արդեն դժվարանում եք լեռներ բարձրանալ, բայց որքանով ես տեղյակ եմ, ամիսներ առաջ միայնակ գնացիք Պերու, պատմեք այդ գաղափարի մասին եւ այդ ճամփորդության մասին։ Հա, իհարկե, բայց դա լեռներ չի, դա ուղղակի փոքր սարիկ, փոքր լեռներն են, մեծ լեռները չեն, որ ես երիտասարդ հասակում ձգտում էի բարձրանալ եւ շատ սիրում էի։ Իսկ Պերուն ուղղակի մի երկիր է, որ միակն էր, որ հարավային Ամերիկայում, որ ինձ հետաքրքիր է, որտեղ ինքը շատ հետաքրքիր կուլտուրա ուներ։ Իհարկե Կոլումբիան եւ այլ երկրներ, Արգենտինան եւ այլ էլի հետաքրքիր են, բայց նրանք մի քիչ շատ են զարգացած եւ ոնց որ իրանց կուլտուրա բաները մի քիչ կորցրել են, մի քիչ արդեն ամերիկյանն է այնտեղ շատ մտել եւ իրանց բուն տենց կուլտուրան մի քիչ արդեն կորցրել եւ դրա համար Պերուն ասում կարդացել եմ, որ այնտեղ շատ է պահպանված այդ ամեն ինչը եւ ուզում եի տեսնել ոնց են ապրում այդ մարդիկ սարերում, իրանց մոնտ, այդ ինկերի քաղաքներում, հին մնացած գյուղերում եւ այլն։ Եվ շատ հետաքրքիր իհարկե, մի քիչ հետամնաց երկիր է, բայց մարդիկ ամենտեղ ջերմ է, ամենտեղ նորմալ մարդիկ են, այդպես տեղ չի հանդիպե պրակտիկորեն, որ ես ասեմ, այստեղ չի գնա, որտեղ մարդիկ լավը չեն։ Տուրիստների համար մարդիկ ամենտեղ լավ են, ուրիշ բան, եթե այնտեղ երկար ապրես, արդեն իրանց բացական կողմերը կարող է հայտնաբերես։ Ինձ համար լավ էր, մարդիկ լավն էին, կուլտուրան շատ հետաքրքիր էր, ուտելիքը շատ հետաքրքիր էր, նոր համեր ես զգում, դա էմոցիաներ է ամեն ճանապարհությունը, դու զգում ես նոր զգացողություններ, նոր հարաբերություններ, նոր էմոցիաներ, եւ ֆիզիկապես եւ ոչ էմոցիոնալ ինչ-որ ոլորտում, այդ շատ հետաքրքիր է լինում եւ ես միշտ սիրում եմ շատ։ Դուք ասում եք փոքր բլուրներ, բայց Մաչու Պիկչու մագացելը դուրս չի, փոքր բլուր չի, այնտեղ կատաններ կան, որոնք դժվար է հաղթահարել։ Այնտեղ ամեն ինչ արել են, որ տուրիստներ կարողանան գնան այցելեն։ Նույնիսկ 70 անց մարդիկ կարող են գնան այցելեն։ Մի քիչ դժվար է, որտեղ բարձր է գտնվում։ Ծովի մակերեսից մոտ 3000 Կուսկո քաղաքը բարձր է ավելի, քան թե Մաչու Պիկչուն, Կուսկոն մոտ 3000 մետրի վրա է ծովի մակերեսից, իսկ Մաչու Պիկչուն մի քիչ ավելի ցածր, բայց էլի մի քիչ դժվար է, բայց այնքան դժվար չի, որ չկարողանանք վերջով ամեն ինչ ստացվեց, չհաշված, որ ես նաև ճանապարհին հիվանդացել էի եւ ջերմություն ունեի այդ ժամանակ, բայց մեկ ամեն ինչ անցավ։
Դոկտոր Մարիամ, դուք ճամփորդում եք, այս անգամ էլ մենակ էիք, հետաքրքիր է մտավախություններ, ռիսկեր, տարիքը ձեզ խոչընդոտ չի ամեն դեպքում։ Բացարձակ խոչընդոտ չի, եթե տիրապետում ես, մի քիչ լեզու գիտես, Եվ ամենակարևորը, որևէ մտավախություն չունեք, թեկուզ տարիքով պայմանավորված, որ միայնակ ճամփորդեք, այդ խիզախությունն էլ կա։ Չեմ կարծում, որ դա վտանգավոր է, որտեվ ամբողջ ռիսկերը պետք է հաշվի առնել։ Ասենք թե գնում եմ այդպես մի քիչ վտանգավոր, միգուցե այդպես տեղ, ես տեսնում եմ, որ ասենք թե քաղաքի կենտրոնից ուրիշ տեղ պետք է չգնալ, որտեղ կարելի է, որտեղ չի կարելի, ինչ ռիսկեր կան, առողջական ինչ ռիսկեր կան, այդ ամեն ինչ հիմա կարելի է լրիվ ուսումնասիրել եւ պատրաստված գնալ եւ ճիշտ ասած ոչ միտեղ ես վախ չեմ զգացել, այդպես տեղ չի եղել, որ ես վախենամ։ Դե որովհետև նախապես լավ ուսումնասիրում Այո, եք։ անպայման պետք է ուսումնասիրել։ Եվ այն ինչ դուք անվանում եք բլրակ, դա բլուրներ, դա բավականին բարձր դժվար է հաղթալ, որովհետև նեղ կածաններ են, ես գիտեմ մաչապիկ չում, դա ձեզ հաջողվեց։ Այո, հաջողվեց, չնայած նույնիսկ ջերմությունն էի, բայց մեկը հաջողվեց։ Այնտեղ ամեն ինչ արել են, որ տուրիստներին հեշտ լինի, հարմար լինի, փոքր ճանապարհները գցած ամենտեղ եւ մի քիչ դժվար է բարձրության առումով, որ ասենք կաղաշնչառությունը չհերիքի, մի քիչ կանգնես հանգստանաս, բայց ընդհանուր առմամբ լրիվ վերջնակետին կհասնես եւ այնտեղ կային ավելի մեծ տարիքի մարդիկ 70, նույնիսկ տարեկան, բոլորը իրանց լավ էին զգում։ Եվ կար շտապօգնության մեքենաներ, այո, որ հանկարծ պետք լինի կարող էին օգնել։ Հրաշալի է։ Բժիշկ Մարիամ, թռիչքներն ինչպես եք հաղթահարում եւ կլիմայի փոփոխությունները, դրա մասին իհարկե կարդում եք, բայց արդեն օրգանիզմը հեշտ հաղթահարում եք։ Ես երիտասարդ ժամանակներին գնում էի շատ բարձանում էի ալպինիզմով եւ այդ կլիմայական փոփոխությունները կտրուկ բարձրացում, կտրուկ ցուրտ, կտրուկ շոկ ինձ կոփել է։ Ես այդպես եմ պատկերացնում եւ հիմա ես ոչ մի դժվարություն չեմ զգում մի տեղից մյուս տեղ գնալ, կլիման փոփոխել, ես իմ ժամային այդ տարածությունները փոփոխել, ոչ մի ձևի ինձ վրա չի անդրադառնում։ Թռիչքներ, ոչ։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչ է հարկավոր 60-ից 65-ից հետո հայ մարդուն անկախ մասնագիտությունից։ Անկախ մասնագիտությունից, այդպես են ասում, որ ծերությունը կամ մեծ հասակ ասեմ ծերությունը ինչ որ են բառը, չի։ Մենք ասում ենք ավակ սերունդը, ավակ սերունդի հասանելի կյանքը մենք ստանում ենք երիտասարդ տարիքում, այսինքն մենք վաստակում ենք դա երիտասարդ տարիքում։ Չվախենանք մեր տարիքից, ասենք թե կան չեմ հասկանում ինչի են ասում, մի ասա քո տարիքը, դու կին ես պետք չի տարիքը ասել, ինչ զարմանալի բան է դա։ Տարիքը ոչ մի դեպքում խոչընդոտ չէ։ Տարիքը խոչընդոտ չէ ոչ մի դեպքում, կարևորը որ փորձես այդ տարիքում լինես առողջ եւ հետաքրքրասեր։